քաղաքապետարանից տեղեկացրել են, որ բարևձեզ կներկայանաք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ։ Այստեղ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։ Ռուբեն Խոջյան, քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ Ներկայացնեք, թե ոնց հասցվել, հա, նախապես տեղեկացվել են, ծանոթվել են ապրանքները հնարավորություն ունեցել են տնտեսվարողները։ Նայեք, արդեն շուրջ 3-4 ամիսա բանակցություններ են գնում, տնտեսվարողները բոլոր հետ խոսել ենք, իրազեկել ենք նախատեսվող աշխատանքների մասին եւ իրենց նաեւ խնդրանքն է բավարարվել, որպեսզի իրենց հնարավորություն եւ ժամանակ տրամադրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, որից հետո իրենց արդեն ապրանքները կտեղափոխեն, կրպակներն ու տաղավարները կազատեն, որից հետո մենք իրականացնենք։ Ասացին, որ կրպակներում ապրանքներ են եղել, որովհետև ժամանակը քիչ է եղել եւ չեն կարողացել ամբողջությամբ հեռացնել։ Դա իրականությանը չի համապատասխան, որտեղ չկա տենց կրպակ, որը որ այս պահին ապամոնտաժում է, քանդում է, որի մեջ լինի գույք, որի մեջ գույք եղել է 3 բանից սկսված, իրենք տնտեսվարողները նախապես նաև իրազեկվել են, որ վաղ աշխատանքները ինչպես որ պայմանավորվել են իրականացնելու են, իրենք իրենց գույքը ամբողջությամբ տեղափոխել են։ Մենք առավոտյան մեր աշխատանքները սկսելուն պես բոլոր կրպակները նայել ենք, որովե մեկում տենց շուտ խնդիր չի եղել։ Կարող է տաղավարներ տրամադրել եք, ինչպես այդտեղում տրամադրել եք տաղավարներ։ Չլսեցի նորից։ Այդտեղում տրամադրել եք տաղավարներ։ Չէ, այդ պահին նման քննարկում չի եղել, նման առաջարկ եւ պահանջել չի եղել։ Այն ինչի մասին, որ հնարավոր է եղել խոսել, բանակցել, ժամանակ եղել է, նշեցի եւ կրկնում եմ, որ արդեն շուրջ 3-4 ամիս այս բանակցությունները գնում է եւ տնտեսվարողները բոլորը տեղեկացված։ Այն հատվածում կրպակներ կան, մեզ ասացին, որ օրինական է, սակայն բանակցային օրինական չեն, օրինական դրանք լայն հասկացողություն է։ Դրանք կրպակներ են, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետը բոլորինը ավարտված է։ Բայց քանի որ դեռ կադաստրի պետական կոմիտեով վարձակալության պայմանագրերը լուծված չեն եւ իրավունքները դադարեցված չեն, հետեւաբար դրանց հետ կապված այս պահին որևէ գործողություն չի արվում, բայց այսօր էլ ես այդ տնտեսվարողների հետ եմ խոսք ունեցել եւ իրենց փոխանցել են, որ այդ գործընթացն էլ ընթացքի մեջ է, դա էլ ժամանակի խնդիր է, որ ամեն ինչ կարգավորենք, կբերենք օրենքի դաշտ, հետեւաբար նաեւ կանդրադառնանք դրանց, որովհետեւ հնարավոր չէ այս մայթը ազատել մասնակին։ Դեմ անհրաժեշտություն կա, դա հանրության պահանջն է եւ այս հատվածում դուք ինքներդ գիտեք, որ եւ երթևեկությանն է սա խոչընդոտում եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ հետիոտնի անցու դարձնել։ քանի կրպակի ապամոնտաժներ։ Ինչպես Շուկանել եք հանդման ենթակա։ Շուկայի հարցը այս պահին դեռ այս պահին չէ, տարիներ շարունակ արդեն քննարկվում է, բայց կոնկրետ որոշում չկա այս պահին։ Որովհետև այստեղ խոսում են, ասում են, քանդում են, որ էլիտար շենքեր կառուցեն։ Տենց նախագիծ չկա, ես տեղեկացված չեմ։ Դա ենթադրություն է կարծում եմ։ Ասում եք, որ երթևեկությանն է խանգարում կրպակները, այսինքն շուկանել է երթևեկության։ Դե գիտեք ոնց ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում այս շուկան երբ որ գործել է, Երևան քաղաքը այսպես ծանրաբեռնված չի եղել։ Նա տարիների արդյունքում է գոհանում այս ամեն ինչը։ Այս ծանրաբեռնվածությունը բնականաբար չէր կարա լիներ 20 տարի առաջ։ Ծանրաբեռնվածությունը կա այսօր, խնդիրը այսօր է արդեն խորասական դառել եւ ժողովուրդը արդեն այլ տարբերակ չունեն, իրանք անընդհատ բարձրաձայնում են եւ կարծում եմ, ստեղ բոլորս էլ երբ որ օրվա պիկ ժամերին փորձում ենք ինչ-որ տեղից միտեղ տեղաշարժվելու եւ պետք է անցնենք այս փողոցով, հետեւաբար մենք շրջանցում ենք, որտեղ բոլորս գիտենք, որ ստեղ երթևեկությունը ծանրաբեռնված է։ Քաղաքապետարանը պատրաստվում է այլընտրանք առաջարկել տնտեսվարողներին։ Դե գիտեք ոնց քննարկումներ եղել են, առաջարկներ եղել են, բոլոր առաջարկները լսվել են։ Քննարկումներ ինչ առել։ Նախ առաջարկ եղել է ժամանակի հետ կապված, որը քաղաքապետարանը ընդունել է եւ այդ առաջարկը ընդառաջ է գնացել ժամանակ տրամադրել է։ Իսկ մնացած հարցերը տեղափոխելու, այլ վայր հատկացնելու հետ կապված, դրանք պետք է ուսումնասիրվեն, որովհետեւ կոնկրետ մի տնտեսվարող այն գործունեությունը, որ ստեղ ծավալում է ինքը վերցնի եւ տեղափոխի այլ վայր,
չի ունենա այն ծավալի իր առևտրի բանը ինչ որ ստեղ, որտեղ ստեղ գիտեք սա շուկա է, ստեղ տարաբնույթ բաներ ապրանքներ են վաճառվում, ինքը ոնց որ կոմպլեքսավորված է, մասնավոր ավելի հարմար է, որտեղ մի բանի համար չեն գալի, ստեղ տարբեր իրեր գնելու համար են գալի, տեւաբար այդ տեղափոխումը այլ վայրը կարծում եմ, եթե շուկան ամբողջական ինչ-որ տեղ տրամադրվի եւ բոլորը տեղափոխվեն, բնականաբար բոլորի համար տես նպատակահարմար։ Մայրաքաղաքում այլ նման շուկաներ էլ կան, որտեղ եւս կրպակներ կան, մասնավորապես Մալաթիայի շուկան, Երևան քաղաքում այո, տարբեր հատվածներ կան, որ այդ խնդիրը ունեն։ Եկեք չհամեմատենք որևէ տարածք։ Այս բանը քննարկումը օրինակ Փեթակի դիմացի, հա, այդ հատվածի Այնտեղ էլ է ծանրաբեռնված երթուղայությունը։ Փեթակի մասով էլ է քննարկումներ լինում, Մալաթիայի շուկայի մասով էլ կան քննարկումներ եւ փորձում ենք այդ քննարկումները բնականաբար իրավական դաշտում անցկացվի եւ որ առաջիկայում բոլոր շուկաները ապամոնտաժվեն։ Հարգելիներս, դուք մեծ ծավալի հարց եք բարձրացնում աշխատանքների մասով ծավալի, դա մեկ օրվա բան չի։ Մենք պետք է նայենք ըստ ոչ թե անհրաժեշտ առաջնահերթություններ կան։ Մի մոռացեք, որ մենք հիմա գտնվում ենք Երևանի կենտրոնում եւ չհամեմատենք հա Մալաթիան, Նոր-Նորքը, չգիտեմ, Շենգավիթ, Վարչական շրջանը կենտրոնի հետ։ Այս բան դե կենտրոնա, բայց ինքը ավելի դեպի Շենգավիթ վարչական շրջանի կողմն է, այնտեղ չհամեմատենք, էլի դրա համար եմ ասում, տարածքները անհամեմատել են ուղղակի։ Իսկ կրպակների սեփականատերերին փոխհատուցում լինելու, քանի որ իրենց միջոցներով են սարքել։ Նայեք, այդ կրպակները որևէ իրավական կարգավիճակ չունեն։ Հետևաբար օրենքով սահմանված կարգով փոխհատուցման հատ չի կարող քննարկվել։ Այստեղ զուտ կարող քննարկվի, չգիտեմ, Երևանի քաղաքապետարանը բարի կամքի դրսևորում ինչ-որ դինի ու ինչ-որ տարածք հատկացվի, բայց էլ եմ ասում, տարածք ինչ-որ մեկ անձին հատկացնելով հարցը չի լուծվելու, որտեղ այս մարդկանց առևտուրը անհատական չի, այստեղ բոլորը, այստեղ ոնց որ այս մի վայրում են տեղակայված եւ այդ առևտուրը հենց մեկը մյուսով է իրականացնում, այստեղ մեկով չի, եթե մեկով լինի, բնականաբար իրենք իրենց առևտուրը կարան ուրիշ տեղ կազմակերպեն, բայց կարծում եմ, իմ կարծիքն է դա, զուտ բիզնեսի առումով դա ուղղակի ոչ նպատակահարմար է, էլի անհատական ինչ-որ մեկը տեղափոխվի իր գործունեությունը այլ բան։ Քանի կրպակի ապամոնտաժման որոշում է կայացվել։ Ուրեմն կրպակների թիվը հստակ չեմ ասի, ինչի համար, որովհետև մենք քաղաքապետի որոշումը դրված է Ալեք Մանուկյանից եւ Վրացյան փողոցի իջանկյալ հատվածում իրավական կարգավիճակ չունեցող կրպակների եւ տաղավարների։ Այստեղ ոչ թե միայն կրպակներ են, այստեղ տաղավարներ են նաեւ, այսինքն իրանք ընդհանրապես ծածկված են որոշակի երկաթե կոնստրուկցիաներով եւ դրանց հաշվառում որպես այդպեսին թվականակով անելը այդքան նպատակահարմար չեն գտնվում։ Եվ ուղղելով որևէ բան ունեք ավելացնել։ Մի բան կարող եմ ավելացնել, ձեզ բոլորիդ ասեմ, որ այն ինչ որ արվում է, ժողովուրդ, հավատացեք, ես դες վստահեցնում եմ, որ ամեն ինչը նախապես բոլոր տնտեսվարողների հետ քննարկվում է եւ բոլոր առաջարկները միանշանակ, որը որ հնարավոր է, ընդունվում են եւ բնականաբար դրանից հետո նոր արդեն որոշակի աշխատանքներ են, որևէ մեկի չեմ ասի կամքին հակառակ, բնականաբար որևէ մեկը չեր ուզենա, որ իր բիզնեսը այս պահին այս ճակատագրին արժանալը, բայց ուզում եմ, որ բոլորը օբյեկտիվ հարցին նայեք, որ սա իրականում հանրային շահերից է բխում։ Եվ որևէ մեկը իր անձնական շահի համար չի իրականացնում։ Այսքանը շնորհակալություն։